լուծվող սուրճ, կաթով և պաղպաղակով ամռանը և ծարավը հագեցնելու, և աղեստամոքսային տրակտի համար, օրգանիզմի համար հրաշալի սնունդ, որը յուրաքանչյուրիս անհրաժեշտ է։ Վերցրեցինք պաղպաղակ, մի փոքր վրան լցնում ենք կաթ և նաև իհարկե լուծվող սուրճ։ Սիրելիներս, այս բոլորը խառնում ենք խառնիչով, խառնելուց հետո իհարկե սուրճը լրիվ լուծվում է և պատրաստ է օգտագործման։ Կարող ենք վրան լցնել իհարկե մի փոքր էլ կաթ և ավելացնել հաճույքով պաղպաղակ, որպեսզի և սառը պաղպաղակը օգտագործենք, և սուրճը խմենք։ Սիրելիներս, սրանց լավ բան ինչ կա մեր առողջության համար։ Իհարկե այն մարդիկ, որոնք ունեն շաքարային դիաբետ, չի կարելի օգտագործել, որովհետև շաքարային դիաբետների համար իհարկե շատ քաղցր է մեր պաղպաղակը։ Միայն կարող եք կաթը խմել, որովհետև կաթը մի փոքր քաղցրություն ունի, բայց հաճելի է, բայց այդքան վնաս չի տա։ Եթե մանավանդ դուք օգտագործում եք ժամը 3-ից 4-ից հետո, կարող եք մի փոքր քայլել, մի փոքր, կամ եթե աշխատում եք, կամ եթե ֆիզիկական ակտիվություն եք անում, ապա շաքարը արագ օրգանիզմում վերածվում էներգիայի, միկրոէլեմենտների, հանքանյութերի քանակություն։ Իսկ եթե շաքարային դիաբետ չունեք, ապա այն քաղցրը սնունդ է ձեր օրգան համակարգերի և միկրոէլեմենտներ, և բացի այդ կալցիումի հզոր քանակություն, չէ՞ որ այստեղ նաև կաթ կա, ասեմ նաև ստամոքսի համար չափից ավելի առողջարար է, և նաև սինթեզվում է սերոտոնին ֆերմենտ, որը այդքան անհրաժեշտ է մեզ հայերիս մեր տրամադրությունը լավացնելու համար։ Սիրելիներս, ասենք իրար ամեն օր բարև, ասենք արևին բարև, ասենք աշխարհին բարև, տեսնում եք պատահական անցորդի, ասեք բարև, բարի օր, որովհետև բարև կամ բարի օր ասելը շատ չի լինում։ Դա նշանակում է, որ բարությունը լցվում է աշխարհով մեկ, չէ՞ որ բարությամբ է մեր ամբողջ հոգին ուրախանում, նաև տրամադրությունը բարձրացնում, սերոտոնին ֆերմենտ, իհարկե ամեն օր իրար ասելով բարի օր։